Համոս Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում, Սիսիանի Լոր գյուղում, տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում։ Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու, այնտեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։ Որպես զինվոր ու բանաստեղծ նա անմիջականորեն ապրեց ու զգաց պատերազմի ողջ մղձավանջն ու ողբերգությունը։ 1944 թվականին լույս տեսավ Սահյանի Նաիրյան Դալար Բարդիի բանաստեղծությունը, որը զինվոր բանաստեղծի հայրենի եզերքի նկատմամբ տածած կարոտի, բնության հավերժության ու հաղթանակի հանդեպ ունեցած հավատի երգ է, հակառակ պատերազմի ու մահվան։ Պատերազմից հետո 1946 թվականին լույս տեսավ որը տանի եզերքին բանաստեղծությունների ժողովածուն, որը կարծես երախտիքի այն առաջի խոսքն էր, այն տուրքը, որը պետք է մատուցեր բանաստեղծը իր ծննդավայրին։ Տարբեր տարիների լույս տեսած բոլոր ժողովածուներում հիմնականում հնչում են մարդու, բնության, ներդաշնակության, կյանքի ու մահվան, ստեղծագործ ծառայման ու մարդասիրության թեմաները։ Պատերազմից հետո 1951 թվականից մինչև իր կյանքի ավարտը 1993 թվականը Սահյանն ապրել է ու ստեղծագործել է Երևանում։ Համոս Սահյանի բանաստեղծությունները հոգեարազատ են տարբեր ծերունների մարդկանց։ Այսօր էլ նա մեկն է մեր սիրված ու ժողովրդականություն վայելող բանաստեղծներից։